Քրիստոսի սիրով ողջույն ձեզ։ Մեծ պահքի մեր հոգևոր ճամփորդության 30-րդ օրն է։ Եվ սա նշանակում է, որ արդեն 1 ամիս է, ինչ մենք պահք ենք պահում, ուստի պիտի կարողանանք առավել պատասխանատվությամբ շարունակել մեր ընթացքը հասնելու համար հարությանը, հրաշափառ։ Այս ընթացքում վստահաբար մենք ունեցել ենք որոշակի դժվարություններ պահք պահելու հետ կապված, ունեցել ենք առօրյա կամ կենցաղային խնդիրներ, ինչպես նաև փորձություններ անձնական կյանքում։ Եվ ինչ է սա նշանակում, գուցե Աստված լքել է մեզ, գուցե մենք մեր նեղությունների առջև միայնակ ենք կանգնած։ Ահա այսպիսի մտքերին հագուրդ տալու կամ այսպիսի մտքերից զերծ մնալու համար պիտի խնդրենք Տիրոջ օգնականությունը, որպեսզի հուսահատության գիրկը չընկնենք։ Եվ այսօրվա ընթերցումն էլ, որ Եսայու մարգարեությունից է, հենց այս մասին է։ Աստված մեզ հետ է, իմացեք, հեթանոսներ, պիտի պարտվեք, լուրը հասցրեք աշխարհի 4 կողմերը, դուք, որ հզորացել եք, պիտի պարտվեք, թեև դուք դարձյալ ուժեղանալու եք, բայց էլի պարտության եք մատնվելու, ինչ խորհուրդ էլ անեք, Տերը խափանելու է այն, և ինչ էլ ասելու լինեք, չի հաստատվելու, քանզի Տերը, Աստված մեզ հետ է։ Սիրելիներ, չկա ավելի նվիրական կամ փառավոր զգացում, քան այն գիտակցումը, որ Աստված մեզ հետ է։ Այս արտահայտությունը առավել ծանոթ է այն հավատացյալներին, որոնք մեծ պահքի ընթացքում հաճախակի են մասնակցում ժամերգություններին, որովհետև այս հատվածը զետեղված է խաղաղական ժամերգության երգերի մեջ, ինչն էլ իր մեղեդայնության և երգեցողության, գեղեցիկ երգեցողության շնորհիվ առավել ընդգծում է այս բառերի, այս մտքի, այս նախադասության ազդեցիկությունը։ Ուրեմն, սիրելիներ, հավատարիմ մնանք Տիրոջ խոստումին և խոսքին, որովհետև յուրաքանչյուր քրիստոնյա ուժեղ է և զորավոր, երբ ունի այն բացարձակ վստահությունը, այն անվերապահ վստահությունը, որ Աստված իր հետ է։ Իսկ եթե Աստված մեր կողմն է, ով կարող է լինել մեզ հակառակ։ Աստված պահապան ամենքիս։